Շարունակվում է առավոտ լուսով weekend-ը եւ այժմ մեր տաղավարում է մեր այսօրվա հաջորդ հյուրը, իսկ մենք զրուցելու ենք food blogger Լիլիթ Ավագյանի հետ։ Բարև ձեզ Լիլիթ։ Մենք շատ ուրախ ենք, որ մեզ հետ եք սկսում ձեր իրակնորի առավոտը։ Ձեր տաղավարում։ Սիրով հյուրընկալել ենք ձեզ մեր տաղավարում։ Ու մեր ավանդական հարցը։ Ավանդական weekend-յան հարցից ինչպես են սկսվում առավոտները տանը։ Սովորաբար աշխատում էի առավոտյան լիներ նախաճաշ, ուղղակի հիմա բալիկից հետո մի տեսակ դժվար է համատեղել։ Բնականաբար սկսվում է առավոտս բալիկից հետ։ Ինչպես ինքը կթելադրի այս դեպքում։ Ինչպես նախ արդեն կորոշի։ Այո։ Իսկ հանգստյան օրերի առավոտները ենթադրում եմ նույնն են ինչ աշխատանք են որը որևէ մի փոքր հայրիկը օգնում է։ Ահա։ Ինչպես սկսվեց ամեն ինչ, որոշում ինչպես կայացավ, որ պետք է վարեք բլոգ եւ հստակ որոշում է եղել, ոչ, ավելի շատ եթե ինչ-որ բան պատրաստել եմ, դուրս եկել է կամ որևէ սրճարանում, ռեստորանում ընթրել ենք, ճաշել ենք, տեսքը դուրս եկել է, ես նկարել եմ ու կիսվել եմ էջում։ Այսինքն ի սկզբանե նպատակ չի եղել։ Ի սկզբանե նպատակ չի եղել, կիսվել եմ անձնական էջում, սենց story բաժնում։ Հետո հասկացա, որ կարելի է առանձին էջ բացել եւ ավելի խորությամբ զբաղվել դրանով, որովհետեւ հետաքրքրություն առաջացել է։ Եղել է իմ պատրաստածից որևէ բան պատրաստեմ, արձագանքներ լինեն, ինչպես ես պատրաստել, ոնց կարող ենք մենք էլ պատրաստենք ու որոշեցի, որ հնարավոր է այս տարբերակով անեմ, բլոգ բացեմ եւ կիսվեմ։ Ահա, մենք եթերում հաճախ ենք իրականում բլոգերների հյուրընկալում եւ նաեւ հաճախ խոսում ենք այն մասին, որ չնայած նրան, որ շատերին թվում է, որ դե գուցե հեշտ աշխատանք է, օրինակ բլոգ վարելը, ինչ կա, որ հեշտ է, այդպես ինչ-որ մի բան ես անում, նկարահանում ես։ Ես հիմա բլոգ չեմ կարողանում։ Ես էլ միջև չեմ կարողանում հավաքել այսպես միտքս ուժերս եւ դա իրականացնել եւ միշտ ասում ենք մեր հեռուստադիտողներին, որ իրականում այս ոլորտը բավականին բարդ է, դա հսկայական աշխատանք է, անգամ 45 վայրկյան օրինակ տևողությամբ հոլովակ պատրաստելն իսկապես մեծ ջանք ու եռանդ է պահանջում, ինչպես է դուք այս ամենի միջով անցնում արդյոք միայնակ եք անում թե կամ մարդիկ որոնք օգնում են նկարահանել, մոնտաժել այդ տեսանյութերը։ Չէ, միայնակ եմ անում, ինքս պատրաստում եմ, ինքս մոնտաժում եմ հոլովակները, կողքից բոլոր աշխատանքներն էլ ավելի հեշտ եւ հաճելի են թվում, բայց այո, ճիշտ է, թեկուզ 30-45 վայրկյանանոց հոլովակի համար կարող եմ տանջվել 3-ից 4 ժամ, նու մոնտաժն էլ բնականաբար էլի ավելացնում է ժամանակը։ Լինում է, որ նաեւ շատ հեշտ եմ նկարում, ավելի կարճ է տևում, արագ է ստացվում նախատեսվածից, բայց հիմնականում ավելի երկար է։ Այ հետաքրքիր է, երբ խոսում ենք մենք միշտ բլոգերների հետ, մենք շատ լավ գիտենք իհարկե թե կադրի հետևում ինչպիսի աշխատանք է թաքնված, բայց օրինակ ես էլ Դավիթն էլ մեր անձնական էջերը այդպես հատուկ բլոգեր չենք վարում, նյութեր չենք պատրաստում, որովհետև մենք գիտենք թե ինչ երկար եւ դաժան աշխատանք է դա պահանջում։ Ինչն է ձեզ ոգեշնչում, որ դուք այնուամենայնիվ այդ բոլոր դժվարությունները մի կողմ թողած անեք այդքան երկարաժամկետ աշխատանք եւ հասնեք ձեր արդյունքին։ Երևի թե առաջին հերթին արձագանքը եւ մեծ լսարանը, որը քեզ ոգևորում է։ Ամեն անգամ թեկուզ մի հատ ավել մեկնաբանությունից, ավել լավ խոսքից ավելի ոգևորվում ու ուզում ես շարունակել։ Բայց արդեն իհարկե շատ բան հիմա փոխվել է, քանի որ փոքրիկ ունեք արդեն 3 ամիս է։ Փոխվել է, ճիշտ ասած, ավելի բարդ էի պատկերացնում փոքրիկից հետո։ Ես հենց դա ուզում հարցնել, բայց այդքան էլ բարդ չէ փաստորեն։ Բնականաբար բարդությունը կա։ Օրինակ հոլովակ նկարելուց ուտեստ եմ նկարում, կա այնպիսի պահ, որ իրար հետևից sense կադրերը պետք է նկարեմ, բայց կարող է ընթացքում բալիկը լացի, ես կիսատ պետք է թողնեմ գնամ ու նույնիսկ կարա կադրը փչանա, որովհետև ինձ պետք էր, որ հենց օրինակ այդ պահին այդ տեսքով ցույց տայի, այո։ Բայց ամեն դեպքում այնպես չի, որ ինքին շատ խանգարում է, չէ։ Կարողանում եմ, այո, կարողանում եմ համատեղել։ Բայց ինչ հարցազրույց սկսել, նաև մեզ պատմեցիք, որ դուք, այո, մենք իմացանք, որ դուք նաև ուսուցչուհի եք։ Պատմեք մեզ մի փոքր արդեն այդ դրա մասին պատմեք։ Ինչպիսին են դպրոցում արձագանքները բլոգի հանդեպ, գուցե մայրիկները, ծնողները աշակերտների հետևում են կամ իրենք էլ են փորձում պատրաստել ուսուցչու առաջարկած բաղադրատոմսերը։ Չէ, ուզենա մեկը մյուսի հետ խառնեի, բայց լինում են, հա, որ աշակերտները ինչ որ բան տեսնում են, թեկուզ սթորիներով կամ ինչ-որ հոլովակ գալիս են ընկերավակյան, ես ինչ բանի, ինչ համեղ էր ստացվել, տեսքը ուզում էինք ուտենք, բնականաբար ես սենց արագ անցում եմ կատարում, որ բլոգի վրա չկենտրոնանանք, այո, իրենք էլ ունեն, չէ, այդպիսի բան շեղվելու հատկություն դասից, արագ անցում կատարում եմ, բայց թե աշակերտների կողմից, թե ծնողների, թե գոլեգաներից կողմից ոգևորությունը եւ արձագանքը շատ լավ է։ Հետաքրքիր այդ արձագանքներն են, որ ձեզ ոգևորում են հաջորդ բաղադրատոմսի մասով։
այդ արձագանքներից, մեկնաբանություններից ելնելով է բաղադրատոմսը հաջորդ հայտնվում։ Այո, այդպես է լինում է։ Պատկերացրեք, լինում են, որ դիտումների առումով լինում է պա, որ կոտրվում ես, որովհետև մեծ ջանք ես դնում, ժամանակ ես դնում, բայց քո սպասված դիտումները չի լինում, բայց արձագանքները, էլի եմ ասում, թեկուզ մեկ մեկնաբանություն, մեկ ինչ որ արձագանք ավել, դու էլի ոգեշնչվում ես ու էլ դիտումները աչքիդ չեն գալիս։ Իսկ եղել են օրինակ հետաքրքիր միջադեպեր խոհանոցում, օրինակ որ որևէ բարդ բաղադրատոմս է եղել եւ չի հաջողվել պատրաստել կամ զավեշտալի որևէ դեպք է տեղի ունեցել խոհանոցում, որը տպավորվել է։ Զավեշտալի այս պահին չեմ հիշի, բայց եղել են չստացված բաղադրատոմսեր ու ասեմ, այնպես չի, որ ես դա թաքցրել եմ, ճիշտ է ոչ ռիլ տարբերակով, բայց թոյներով կիսվել եմ, ասել եմ, որ մեծ ակնկալիք ունեի ես բաղադրատոմսից, օրինակ այնպիսի բան է եղել, որ առաջին անգամ եմ փորձում, բայց չի ստացվել ինձ մոտ։ Այո։ Սովորաբար բաղադրատոմսերը հիմնականում կան ավանդական, որոնք որ միշտ անտիրուհիները կրկնում են, երբեմն մեկը մյուսից գտնում է ինչ-որ մի գաղտնիք այդ բաղադրատոմսի մեջ, որը որ փոխում է համը, դարձնում ավելի յուրահատուկ, բայց կան նաև հեղինակային բաղադրատոմսեր։ Հիմա դուք ունեք այդպիսի մի հեղինակայիններ ունեմ։ Այո, ունեմ հեղինակային բաղադրատոմսեր, նաև ունեմ այնպիսի բաղադրատոմսեր, որ լինում է, հա, սենց ռիլեր բաժինը թերթելով գնում եմ, ինչ-որ մի բաղադրատոմս եմ տեսնում ու իրեն տեսնելով ոչ թե դա եմ կրկնօրինակում որևէ բան փոխելով, այլ չէ, սենց մտքիս այդ պահին մի հատ լրիվ ուրիշ բան է գալիս, որ վայ կարելի էր օրինակ էս սա անել, էս բաղադրիչը անել ու ստացվում է այնպես, որ ոչ թե բաղադրիչներ փոփոխեցի, այլ ընթացքում այնքան փոփոխեցի, որ լրիվ սենց ինչ-որ նոր բան ստացանք, հա։ Հաճախ ֆուդբլոգերները մասնավորապես մեր օրերում եւ համացանցում փորձում են նաեւ առաջարկել երբեմն առողջարար, երբեմն ավելի տրենդային բաղադրատոմսեր, այ հետաքրքիր է դուք հետևում եք այդ տրենդերին, օրինակ հաշվում եք կալորիաները կամ կատարում եք հաշվարկներ, որ այս ավելի առողջարար է, եթե ուզում եք նիհարել, թե նման խորհուրդների չեք։ Հետ կապված չէ, հակառակը որ նայում ենք իմեջի բաղադրատոմսերը հիմնականում այո, ոչ առողջներն են։ Իսկ տրենդայինը նոր սկսված ժամանակ բլոգի ինքս էլ հետևում եի, բայց հիմա այնքան շատ sense այդ տրենդային գլուխ բարձրացան, որ բոլորը կրկնում են արդեն ոնց որ հոգնել ես, դու չես ուզում, ուզում ես sense տրենդներից մի կողմ լինես։ Եվ իհարկե լինում են հաճախ, որ բլոգում ունենում ենք մեր սիրելի տեսանյութը, մեր սիրելի ռիլը, բայց այն չի ունենում այնքան դիտողականություն, որքան որ մեկ այլ։ Օրինակ ձեր մոտ կա այդպիսի մեկը, որ առանձնացնում եք, անկախ նայած թե որքան ունի դիտողականություն։ Կան, որ շատ սիրում եմ, կապ չունի դիտողականությունը։ Հիմնականում գիտեք ինձ մոտ ոնց է եղել դիտողականության հետ կապված, որից սպասելիք ընդհանրապես ես չեմ ունեցել, ինքը իմեջի ամենաշատ դիտումն է հավաքել։ Օրինակ թեկուզ իմ առաջին միլիոնը եղել է նենց հոլովակ, որ ընդհանրապես ես չեմ մտածել ինքը դիտում կհավաքի։ Լինում է, որ ցենց պատրաստվում ես, գնում ես խանութ, գնումներ ես անում, գալիս ես ու սկսում մեծ ժամանակ տրամադրելով նկարում ու դժվար մոնտաժում ինքը շատ քիչ դիտում է հավաքում, բայց եղել է օր, հենց ունեմ այդպես ոսպով ապուր ես էջումս, ուղղակի առավոտյան արթնացա, որոշեցի այսօր պատրաստեմ, ասեցի լավ, նկարեմ սթորիներում կկիսվեմ, կեսից հասկացա, որ ինչ-որ սիրուն է ստացվում, լուսավորությունն էլ օրվա շատ լավն էր, ասեցի լավ, ռիլ գցեմ, ու ինքը իմեջի ամենաշատ դիտում ունեցող հոլովակը եղավ։ Այսինքն պարտադիր հա չի սենց մեծ ջանք կամ ժամանակ տրամադրես, լինում է, որ ուղղակի սենց պահի տակ արագ պատրաստվող հոլովակ դառնա ամենասիրվածը։ Իսկ ինչպիսին է առհասարակ այսօր ֆուդբլոգինգը մեր համացանցում, եթե օրինակ համեմատականներ անցկացնեք, արդյոք շատ ունենք ֆուդբլոգերներ, ակտիվ են նրանք թե ոչ, եւ առհասարակ հետևում եք նրանց գործունեությանը։ Եվ կարողանում են արդյոք գրագետ վարել բլոգը առանց ինչ որ հատուկ վնասակար նյութեր տեղադրելու։ Ճիշտ ասած վնասակար նյութերի հետ կապված կամ չեմ հետևում, կամ իմ աչքով չի ընկել իմ ընկերների շրջանում։ Այո, հետևում եմ ֆուդբլոգերների, ունենք ընկերներ, իրար հետ կիսվում ենք, օգնում ենք իրար նաև դիտումների հարցում, ոգևորում ենք իրար, բայց հիմա շատ շատացել են բլոգերները։ Ես հիշում եմ, որ իմ բլոգը բացեցի, ընդամենը մի քանի ֆուդբլոգեր կայինք, բայց հիմա այնքան շատ են, որ իրոք չես էլ հասցնում հետևել բոլորին։ Այսինքն տրենդերը շատանում են, մարդիկ էլ փորձում են իհարկե նաև տարածեն իրենց բաղադրատոմսերը եւ կիսվել իրենց լսարանի հետ այդ բաղադրատոմսերը։ Եվ քանի որ Լիլիթը մեր տաղավարում է, բնականաբար այսքան զրույցից հետո Լիլիթը շատ շուտով կհայտնվի մեր խոհանոցում, տեսնենք թե ինչ անի, ինչ։
Բայց ես այնքան է շտապում, որովհետև ես ուզում եմ տեսնել, թե ինչ բաղադրատոմս է մեզ առաջարկելու Լիլիթը, այնպես որ նա հիմա կպատրաստվի, մենք կլսենք երաժշտություն, կվերադառնանք ու արդեն կհանդիպենք խոհանոցով։ Դե ինչ վերադարձանք, շարունակում է Առավոտ լուսո weekend-ը եւ ինչպես խոստացել էինք, Լիլիթը արդեն խոհանոցում է, եւս մեկ անգամ ողջույն Լիլիթ։ Ողջույն։ Դե տեսնենք, թե ինչ ես այսօր պատրաստելու մեզ համար։ Պատրաստում եմ պաստա կարբոնարա։ Ահա, ինչ է անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ է սպագետի, որն արդեն այստեղ խաշված տարբերակով է, սերուցք, բեկոն, պանիր, պարմեզան եւ արդեն համեմունքներ ու սխտոր։ Հետաքրքիր է համեմունքների մասը ինձ հատկապես, որովհետև այն մնացած բաղադրիչները սովորական կարբոնարայի համեմունքներն են, բաղադրիչներն են ավելի ճիշտ, բայց հետաքրքիր է թե ինչ համեմունքներ են։ Համեմունքներից ես վերցրել եմ սև պղպեղ, ինքը հենց կարևոր բաղադրիչ է հանդիսանում եւ այստեղ ունենք օրեգանո, դա ցանկության է։ Դե հիմա հերթականությամբ ասենք, թե ինչ է պետք անել։ Նախ կտրատում ենք բեկոնը, Իտալիայում պատրաստում են պանչետայով, բայց Իտալիայից դուրս նաև կարողանում ենք փոխարինել ապխտած բեկոնով, հիմա ինձ մոտ ապխտած բեկոն է, իրեն խորանարդաձև կտրատում եմ և կտապակենք հիմա։ Կարբոնարայի դեպքում ամենակարևոր բաղադրիչը թերևս հենց սոուսն է, չէ, որով պատրաստվում է, համեմվում է պաստան։ Սոուսը եւ նաեւ այս դեպքում կարբոնարայի դեպքում պարմեզան պանիրն է։ Սովորաբար տանը հասցնում եք պատրաստել, թե երեխայի հետ եւ զբաղվածության հետ միասին պատվիրում եք հաճախ նաեւ։ Առաջվա համեմատ հիմա մի փոքր լինում է, որ չեմ հասցնում ու պատվիրում ենք, բայց ոչ բոլոր օրերին։ Իսկ ինչ եք ամենաշատը սիրում պատրաստել հաշվի առնելով, լոլիկով ծվածեղ։ Այո։ Իսկ որ տարբերակով եք պատրաստում լոլիկով ծվածեղը։ Ամենապարզապես լոլիկ եւ ամենապարզ, բայց մի փոքր գաղտնիքներ ունեմ։ Օրինակ ինչ կկիսվեք։ Ձուն լցնելու տարբերակում անպայման իրեն խառնելով եմ լցնում, այդպես ավելի համընդհանուր է համը դառնում եւ համեղ է լինում։ Այստեղ մի փոքր ձիթայող ենք անում։ Ավելացնում մեր բեկոնը։ Եվ մեկ պտեղ սխտոր, իրեն երկու կես կանեմ այսպես։ Մի փոքր այսպես փափկացնեմ։ Եվ իրեն ընթացքում արդեն կհանեմ։ Հետագայում սխտորը հանելու եք այս պահին, այս տարբերակով եք թողնում։ Ուղղակի մի փոքր իր համը լինի։ Որքան ժամանակ է պետք տապակել խոզապուխտը այս դեպքում, ոչ շատ երկար։ 3-4 րոպե, բայց այդ ընթացքում ես պանիրը փորձեմ քերել, մինչև տապակվի։ Սովորաբար ասում են, որ նման մսամթերքները, մշակված մսամթերքը չի կարելի ջերմամշակման ենթարկել։ Իսկապես։ Ինչ կասեք դուք այս մասին, Լիլիթ։ Ինձ թվում է մի քանի րոպեի մասին չի, հա, խոսքը։ Դա ավելի են դեպքերում, երբ շատ տապակենք կամ իր վրա յուղային շատ շերտ ունենա։ Իսկ այս դեպքում կարծում եմ նորմալ է։ Պանիրը ընտրում ենք պարմեզան։ Այո, անպայման պարմեզան, որովհետև հենց կարևոր բաղադրիչն է հանդիսանում հենց պարմեզան պանիրը։ Եվ շատ խիտ ենք անում չափաբաժինը։ Չէ, մի փոքր սոուսի մեջ պանիր կանեմ եւ վերջում մատուցելուց։ Ասեմ ինչքան ունեմ։ Դե կարբոնարայի դեպքում սոուսը իհարկե ամենակարևորն է եւ ասում են, որ շատ բաղադրատոմսեր կան, սա կարծես թե դասականն է։ Այո, դասական տարբերակն է, ամենատարածված տարբերակը, որ հենց սպագետիով ենք պատրաստում, բայց կարող ենք փոխարինել նաև պենե կամ ֆետուչինի տեսակի պաստաներով։ Լիլիթ, իսկ երբ ձեր որդին մի փոքր էլ մեծանա եւ նրան արդեն սննդային հավելումների անհրաժեշտություն լինի, մի քանի ամսից դուք արդեն այսպես դիտարկում եք, թե ինչ եք պատրաստելու նրա համար եւ գուցե քիչ-քիչ արդեն ձեր food blog-ը այլ ուղղվածություն ունենա։
երեխաների սննդակարգի համար։ Իդեպ հետաքրքիր գաղափար է։ Եթե չեք մտածել այս մասին։ Չէ, ճիշտ ասած չեմ փոխի, դարձնեմ վերափոխվի, այսպես ասած, մամա բլոգի, որովհետև շատ տարածված է դա, հա, հենց բալիկ են ունենում, ինչ բլոգ ուզում են լինի, ինքը վերափոխվում դառնում է մամայական բլոգ, բայց ամեն դեպքում ինչ որ բաներ ցույց կտամ։ Ուղղակի չի գերակշռի, որ չդառնա մամա բլոգը։ Այստեղից արդեն կարող ենք սխտորը հեռացնել։ Բայց բույրը շատ հետաքրքիր տարածված արդեն տաղավարով մեկ տարածվել է։ Իսկ սերուցքը ավելացնելու ենք հենց վրայից, հա, ճիշտ եմ հասկանում։ Սերուցքը հիմա կավելացնեմ արդեն։ Եվ ոչնչով այն պետք չէ խառնել, այսինքն միայն սերուցք ենք ավելացնում։ Ոչ, հիմա պանիրն ու համեմունքները եւս կավելացնենք։ Ավելացնում ենք սև պղպեղ, որը էլի ասացի կարևոր բաղադրիչն է հանդիսանում եւ մի փոքր ես կավելացնեմ նաեւ օրեգանո։ Ընդամենը 2-ից 3 րոպե էլ այսպես է տապակվում եւ ավելացնում ենք պանիրն ու արդեն սպագեցին։ Խառնում եւ արդեն ավելացնում սպագեցին։ Հենց թավայի մեջ միանգամից։ Այո, միանգամից թավայի մեջ։ Լիլիթ, իսկ տանը պատրաստելիս սովորաբար փորձում եք արագ բաղադրատոմսերից օգտվել, թե այդպես երկար, ճաշային ուտեստներ սիրում եք պատրաստել եւս։ Երկու տարբերակն էլ լինում է։ Եվ արագ պատրաստվող ուտեստներ կախված ժամանակից։ Բնականաբար արդեն ավելի երկար պատրաստվող ուտեստների համար հատուկ օր եմ տրամադրում, բայց ավելի կարճ պատրաստվողի ժամանակ կարող է ուղղակի օրվա ընթացքում միտքը ծագի եւ որոշեմ պատրաստել։ Բայց այս բաղադրատոմսը կարծես թե այդքան էլ ժամանակատար չէ։ Իհարկե մեզ մոտ սպագետին նախապես պատրաստված էր, բայց շատ արագ է պատրաստվում։ Այո, ժամանակատար չէ։ Արագ եւ հեշտ է եւ ստաբար շատ համեղ։ Մեծ խոհանոցի դեպքում կարելի է զուգահեռաբար մի մասում խաշել, մյուս մասում պատրաստել սոուսը եւ հետո վերջում միայն խառնել։ Վերջս արդեն լցնելու եմ մատուցենք։ Կարծես թե արդեն պատրաստ է։ Այո։ Մեր պաստա կարբոնարան։ Դավիթ, ես առաջարկում եմ մենք միանանք Լիլիթին։ Վերջապես։ Ազդարանենք բարյախորժակը, նաև առաջարկենք մեր հեռուստադիտողներին լավ երաժշտություն լսել, արի, արդեն արի։ Գնացինք։ Ահա, Լիլիթ, մենք միանում ենք քեզ։ ամբողջությամբ պատրաստ է։ Այո, պատրաստ եմ։ Այստեղից բույրը էլ ավելի լավ է զգացվում, գիտես, ահա, դու կարող ես կանգնել մեջտեղում, ես կկանգնեմ արդեն թավայի մոտ միանգամից։ Ահա։ Բայց վերջում մենք պանիր եւս պետք է ավելացնենք, ավելացնեմ նոր։ Վերջին շտրիխները։ Այո։ Վերջ։ Եվ շնորհակալություն ենք ասում քեզ Լիլիթ, շնորհակալություն նաև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, հիմա դուք կդիտեք տեսահոլովակ, իսկ մենք կհամտեսենք Լիլիթի պատրաստած կարբոնարը։